Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի եթերում, ԶԶՏ Բորիս Մուրադից եւ այսօր քննարկելու ենք վերջին օրերին ամենաքննարկված միջադեպը, խոսքը նոր Նորքի թաղապետարանում քաղաքացիական ակտիվիստ Արոն Չախոյանի նկատմամբ խուլիգանական դրսևորումներով բռնության գործադրման այդ միջադեպի մասին է, միջադեպի մասնակից էր նոր Նորքի թաղապետ եւ այդ կառույցի ըստեյության աշխատակիցներ 10-ից 15 հոգի, սա ոչ միայն խուլիգանական դրսևորում է այն իմաստով, որ տարբեր դրվագներով իշխանությունների կոռուպցիոն պատմությունները հրապարակ բերող քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ բռնություն է գործադրվել, այլ նաեւ մարդկայնորեն անհասկանալի է, որ այդ բռնությունը գործադրում են 10-15 հոգով մեկ մարդու, մեկ տղամարդու նկատմամբ, սա նաև բարոյական արժի համակարգի ցուցիչ է, ցույց է տալիս այն մարդիկ, որոնք այս իշխանության մաս են կազմում, վերջնահաշվարկ են արել բարոյական մարդկային սկզբունքների հետ եւ որևէ առնչություն չունեն այլևս բարոյականության հետ, աշխարհի որևէ երկրում, որտեղ կան բարոյական արժի համակարգեր, մարդկային փոխհարաբերությունների կանոններ, այս դրվագը անընդունելի է։ Բայց եկեք գանք նրան, ինչ տեղի ունեցավ այդ միջադեպից հետո, ուրեմն հիշեցնեմ, որ միջադեպը մինչև այդ ծեծ ու ջարդին վերածվելը դրանից մեկ օր առաջ թաղապետի մասնակցությամբ խոսքային այսպես միջադեպ էր եղել, նոր Նորքի թաղապետը զանգահարել էր մանկապարտեզներից մեկի նորոգման, վերակառուցման աշխատանքների մասով բազմաթիվ թերություններ հայտնաբերած Արտուր Չախոյանին եւ ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներն էր տվել երբ հրապարակվեցին այդ հայհոյանքները եւ քաղաքացիները այսպես բուրըն դժգոհություն արտահայտեցին նորմալ երկրներում միանգամից առանց քննարկելու որոշվում է որ այդ պաշտոնյան, այդ հանրային ծառայողը պիտի հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, որովհետև այլ կերպ պատկերացնել ուղղակի անհնար է։ Եվ այս քննարկումները հասան նրան, որ այո, շատերը կարծում էին, որ դե հիմա Նիկոլ Փաշինյանը որքան էլ որ խնդիրներ ունի օրինականության հետ, բարոյականության հետ, չի կարող հանդուրժել սա, որը ոչ թե այն պատճառով, որ ինքը այդ սկզբունքների կրողը չէ, այլ այն պատճառով, որ այս մարդու վարքագիծը հարվածում է նաև իր վարկանիշին։ Եվ երբ այս խոսակցությունները թեժացան, քաղաքացիական պայմանագրին պատկանող այդ ԶԼՄ կոչվածը Սիվիկը հարցազրույց արեց այս Տիգրան Տեր-Մարգարյանի հետ եւ հարցրեց արդյոք ինքը պատկերացնում է իր պաշտոնանկությունը, եւ մարդը, որը մաս է կազմում քաղաքացիական պայմանագիր Հանրապետություն կուսակցության հետընտրական կոալիցիա եւ ըստ էության այդ կոալիցիայի ձևավորման արդյունքում է նշանակվել թաղապետ է նշանակվել ավականու կողմից ընտրված քաղաքապետի կողմից, այսինքն նշանակովի հանրային ծառայող է կամ պաշտոնյա է։ Ինքը իրենից որևէ բան չի ենթադրում, որ ժողովուրդը չի իրեն ընտրել, ինքը առաջնային մանդատ չունի, այսինքն մարդը նշանակվել է այսօր կա վաղը չկա, մեկ տասնյակի հասնող թաղապետեր այս ընթացքում ազատվել են, կան թաղապետեր, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, այսինքն սա նորմալ պրակտիկա է։ Իսկ իր վարքագծի պարագայում պարտադիր պայմաններ, որ այդ մարդը ուղղակի պիտի դուրս շպրտվեր պետական համակարգից։ Այս մարդը հայտարարում է, որ ըստ էության իր հայտարարությունից կարելի է հասկանալ, որ իր համար ՔՊ-ն ու ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը չեն իշխանություն։ Խնդրեմ լսենք ու վերադառնանք։ Վերջի վերջո ինձ պաշտոնի նշանակել է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհուրդը Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Եթե Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի գլխավորությամբ որոշի, որ ես պիտի հեռանամ պաշտոնից, ես կհեռանամ պաշտոնից, նորից կշարունակեմ լինել Հանրապետություն կուսակցության անդամ։ Այսինքն մարդը ասում է, որ թքած ունի նրա վրա, որ կա Երևանի ավաքանի, թքած ունի նրա վրա, որ այդ ավաքանու մի հատված ընտրել է Տիգրան Ավինյանին քաղաքապետ, թքած ունի այն բանի վրա, որ քաղաքապետի լիազորությունները դրդում են որևէ մեկին նշանակել ազատել պաշտոնից, ասում է, ինձ այս պաշտոնի նշանակել է Հանրապետություն կուսակցությունը, այսինքն ինքը ապօրինի ճանապարհով է նշանակվել թաղապետի պաշտոնի, եւ այդ պաշտոնից կարող է ազատել Հանրապետություն կուսակցության քաղխորհուրդը եւ կուսակցության ղեկավար Արամ Զավենիչ։ Սա ապօրինության, լկտիության ակնհայտ դրսևորում էր։
Եվ ոչ միայն քաղաքացու Արտուր Չախոյանի նկատմամբ էր այս վարքագիծը ապօրինի ու հանրության նկատմամբ լկտի դրսևորում, այլև նաև այս հայտարարությունը։ Ես չգիտեմ քաղաքացիական պայմանագրում հասկանում են թե ոչ, Նիկոլ Փաշինյանը հասկանում է թե ոչ, բայց այս թաղապետը ուղիղ թքեց իրենց ճակատին։ Շատ ուղիղ կերպով։ Նիկոլ Փաշինյանը կառաջարկում կառավարության նիստից հետո մաքրել իր ճակատը, եթե չի ուզում շատերը տեսնեն։ Բայց այս մարդիկ ուրեմն այս եվրոթուրքերի դաշինքի մաս կազմող այս ուժը ուրեմն ավելի հեռուն գնաց։ Ուրեմն իրենք տարածեցին հայտարարություն, պարզվեց, որ Արտուր Չախոյանը, որը գնացել հայտնաբերել է թերություններ, պետական միջոցների մսխում, հա, եւ միայն ոչ այդ դրվագով, շատ այլ դրվագներով։ Ինքը ուրեմն ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է եւ այս գործողությունը թաղապետի դեմ ծրագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, որոշումները կայացվել են դեսպանատնում, Ռուսաստանի իհարկե, եւ Զավենիչը չմոռացավ ասեց, որ արյուն է թափվելու։ Իհարկե այն արյունը չէ, որ իր մոտ ամեն ամիս լինում է, դրա մասին չի խոսքը։ Հա, ասեց արյուն է թափվելու եւ եկեք ընթերցենք հայտարարությունը, հա։ Պարզվում է, այս մարդիկ եվրոպական ժողովրդավարության արժեքներն են պաշտպանում։ Պարզվում է, այս մարդիկ ժողովրդավարության արժեքները պարտադիր պիտի պաշտպանվեն 15 հոգով մեկին ծեծելով, ուրիշ ձև չի լինում պաշտպանել։ Ընթերցենք այս կուսակցություն կոչվածի քաղաքական խորհրդի հայտարարությունը։ Ուրեմն ասում է, Հանրապետություն կուսակցությունը հայտարարում է, որ նոր վարչական շրջանում տեղի ունեցած ակնհայտ պլանավորված եւ կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախություն եւ ինքնիշխանությունն է։ Դատապարտելով բռնության եւ սադրանքի որևէ դրսևորում, մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ուժով։ Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս -1 ձևավորել ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող միութենական պետության դեմ եւ ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին պարբերական սադրանքների մեջ ներքաշելով, այստեղ մեկնաբանություն, այս պարբերությունից տպավորություն է ստանում, որ ակնհայտ է մարդը շատ ակտիվ քյաբաբ է ուտում, երբ Տիգրան Տեր-Մարգարյանը քյաբաբ է ուտում, դա չի անում կշտանալու համար, դա անում է ուշադրություն, հիմա ընթերցենք, հա։ Ուրեմն դա արվում է ԵՄ անդամակցության գործընթացը առաջ տանելու, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտելու եւ միութենական պետության դեմ որպես գործողություն։ Իր կերած, եթե անգամ գնում է ձախ կամ աջ, միայն այդ նպատակով։ Սա այս մարդիկ իրենց բնական կարիքներն էլ հոգում են միայն ԵՄ անդամակցության նպատակով, ուրեմն։ Հանրապետություն կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ ռուսահպատակ բլոգերների, հասարակական ակտիվիստների անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավար, այլև ընտանիք եւ անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն եւ վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը եւ կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը, մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է, ՀՀ-ԵՄ դիրքորոշումը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող, ահա, հասանք սրան։ Ուրեմն այս մարդիկ ասում են պետական ծառայողը պիտի անձեռնմխելի լինի։ Սա մի պարագայում, եւ իրենք արևմտամետ են ներկայացնում, Միացյալ Նահանգներում արևմուտքի գլխավոր այդ պետությունում կա այսպիսի սկզբունք։ Ասում է, եթե չես ուզում հայհոյվել, քեզ հայհոյեն, ապա թող պետական պաշտոնը գնա դարձիր շարքային քաղաքացի եւ դու հայոյի պետական պաշտոնյաներին, որովհետեւ այո, պետական պաշտոնյաները անում են գործողություններ, որի դեմ քաղաքացիները կարող են հայել, որտեվ իրենք գտնում են, որ իրենց դժգոհությունը այդպես պիտի արտահայտեն։ Այսով է դարձել այս թաղապետը, որ պիտի, ասենք, պաշտպանված լինի, քաղաքացիները չքննադատեն իրան, հա։ Որևէ մեկը ի սկզբանե իրեն չի հայել, ինքն է նախաձեռնել իր բարքերին համահունչ այս վարքագիծը։ Ասում է, այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա
միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում եւ նոր վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության բարձրելու համար տեղի ունեցածը կոռուպցիա է թե զրպարտություն այսօրվա զարգացումները չեն լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացը վերջ չեն ունենալու եւ դառնալու են օրինաչափություն, որի շարունակության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքներ չի հանգեցնի։ Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանություն պետք է լինի պետության եւ հասարակության խնդիրը։ Հանրապետություն կուսակցությունը իր ստեղծման օրվանից ՀՀ ինքնիշխանության եւ պետականության պաշտպանության կողքին է, դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքին տալու է համարժեք պատասխան։ Սա խայտարակ վարքագիծ էր, ընդ որում երբ հանրային դժգոհությունը այսպես մեծացավ, ակնհայտ էր, որ քաղաքացիական պայմանագրի համար լավագույն լուծումը այդ մարդուց ազատվելն է։ Չենք ասում, հանրությունն էլ չի ասում, որ նոր-նորքի թաղապետի պաշտոնը այլևս մի տվեք Զավենիչի կուսակցությունը, սրա մասին չի խոսակցությունը։ Խոսակցությունը այն մասին է, որ այս խուլիգանը պետք է պաշտոնին չլինի, չնայած որ նայում ես մյուս խուլիգաններին, ասենք ավելի բարձր պաշտոն զբաղեցնող խուլիգանների, որոնք քաղաքացու ձեռքը բռնել են տալիս, թքում են քաղաքացու դեմքին, չգիտեմ, տարբեր խուլիգանական պատմություններով են ի հայտ եկել, հասկանում ես, որ սա իրենց իշխանության բնույթն է այսպեսին, ոչ միայն այս իրենց սատելիտ կուսակցության, այլ իշխանության բնույթն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խուլիգանական իշխանություն է, բայց Փաշինյանը պիտի պատժեր, որտեվ ընտրություններից առաջ ինքը պիտի ցույց տա, որ ինքը դեմ է այս մոտեցումներին, ինքը ինչ որ սկզբունքներ ունի, ինքը ժողովրդավար է, հա, չնայած ժողովրդավարությունը որևէ տեղ չտեսանք, բայց ինչ տեղի ունեցավ ուրեմն։ Փաշինյանը, որը ազգային ժողովում մի փոքրիկ միջադեպի համար պաշտոնից ստիպեց մանդատը վայր դնել Նարեկ Զենալյանին, պահանջեց, որ մանդատը վայր դնի Հովիկ Աղազարյանը, Հովիկ Աղազարյանը վայր չդրեց, հետապնդեց իրեն, հեռացրեցին խմբակցությունից, կուսակցությունից, մանդատը վայր դրեց Գյումրիում հարբած միջադեպի մեջ ընկած Վիլեն Գաբրելյանին, որը ոչ մարդ էր ծեծել, հայել էր, վատ էր արել, դատապարտում ենք, բայց վստահաբար այս տեսքով չէր հանդես եկել։ Ուրեմն պաշտոնից ազատվեց Վայոց ձորի նախկին մարզպետ Տրթած Սարգսյանը, եթե ազգանունը ճիշտ եմ հիշում, այն պատճառով, որ իր մտերիմներից մեկը կամ աշխատակիցների փոխմարզպետը, եթե ճիշտ եմ հիշում, մասնակից էր եղել մի միջադեպի, որի ժամանակ ծեծվել էր սպա հայկական բանակի, այդ սպան տարիներ անց մահացավ, բայց մինչև մահանալը այդ մարդը պաշտոնից ազատվել էր։ Հիմա ինչու Նիկոլ Փաշինյանը չի ազատվում այս մարդուց, որովհետև չի կարողանում։ Երեք ուրեմն Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ ասել էր հետևյալը, որ Արամ Սարգսյանի կուսակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ կուսակցության ներսում վստահ են, ԿՊ-ն չի կարող անգամ փորձել ազատվել նոր-նորքի թաղապետից, քանի որ դա կնշանակի կոալիցիայի փլուզում Երևանում, ինչը մեծ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ։ Փաշինյանը գլուխը պատին կտա, թե կարող է առանց մեր ցանկության ազատել մեր ներկայացուցչին։ Արամ Զավենիչը շատ խիստ կպատժի ԿՊ-ին, եթե նրանք ընդդիմության պահանջով գնան նման քայլի։ Դուք տեսաք այս խոսքերը, որոնք կուսակցականներից մեկն էր ասում, անունը չենք կարող նշել, բայց իրենց գործողությունները ցույց տվեցին։ Ուրեմն ինչ է ասում նոր-նորքի թաղապետը, ասում է ինձ այս պաշտոնից կարող է ազատել միայն Հանրապետություն կուսակցության քաղխորհուրդ եւ Արամ Զավենիչը, եւ այս մեր զրուցակիցն էլ ասում Փաշինյանը գլուխը պատին կտա, թե կարող է առանց մեր իրենց ցանկության ազատել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Հետո հարցազրույց է տալիս Մալացիա Սեբաստիայի թաղապետը եւ ասում է լրագրողի հարցինի պատասխան ամեն դեպքում լրագրողը հարցնում ամեն դեպքում հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից դուք կհրաժարվեք ձեր պաշտոնից գնալով ձեր կուսակցի հետևից եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու մենք դա քննարկել ենք կուսակցությունում մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները եւ կրկնում է իր ասածը մենք վայր կդնենք մեր լիազորությունները ահա փաստորեն էս Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը շատ ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին կտա թե փորձի ազատել այս մարդուն կամ արդեն տվել է պատին բայց չի ստացվել սա խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հոգեվարքի մասին որովհետև մարդիկ որոնք Երևան քաղաքում ոչ հանրապետություն Երևան քաղաքում ստացել են ընդամենը 7% ձայն
Այրանց ականջներից բռնած ասում են մեր թաղապետը մարդ գծեցի, կհայոյի, խուլիգանական դրսևորում, դուք ով եք որ ազատեք իրեն։ Ով է Նիկոլ Փաշինյանը, ով է Տիգրան Ավինյանը, ով է քաղաքացիական պայմանագրը, ոչ մեկ, կարևորը Արամ Զավենիչն է։ Իսկ Արամ Զավենիչը ասաց, որ այդ ծեծը հանուն ժողովրդավարության եմը գնալու է եղել։ Իսկ վերջում ես կուզեմ շատ կարճ խոսել այդ պերսոնաժի մասին, Արամ Զավենիչը, որ հիմա Եվրոպա մետամիանու ներկայանում է, տարիներ առաջ 98 թվականին մի տեսանյութ կա, որտեղ ինքը բարիս ամենաուղիղ իմաստով բացարձակ ռուսամետ է այս մարդը։ Բացարձակ ռուսամետ։ Արամ Զավենիչը հայտարարում էր, որ ինքը դեմ է կոմպլեմենտար քաղաքականություն։ Իսկ ինչ է կոմպլեմենտար քաղաքականություն։ Դա բալանսավորված քաղաքականություն է Արևմուտքի, Ռուսաստանի, Հյուսիսի, Հարավի միջև։ Ասում են ոչ, մենք միայն պիտի Ռուսաստանի հետ լինենք։ Հիմա ասում են մենք պիտի Ռուսաստանը թշնամի դրա 180 աստիճան հակառակն է ասում, որտեվ այս մարդը քաղաքական տրանսգենդեր է, իր համար այդ քաղաքական սեռափոխությունը որևէ խնդիր չկա, այն ժամանակ ակնկալի կա Ռուսաստանից։ Հիմա Ռուսաստանը բանի տեղ չդրեց, ինքը չկարողացավ Ռուսաստանի օգնությամբ վերադառնալ իշխանության, որին արժանի չէր, որին հայտնվել էր միայն իր եղբոր սպանության հանգամանքից ելնելով, հա։ Ուրիշ եղբայր էլ չուներ պետական պաշտոնյա, որին կսպանեն ինքը նոր Երևան եկած հանգամանքով կհայտնվեր որևէ պաշտոնի, ու սկսեց դառնալ մարդը արևմտամետ։ Սա է սրա արևմտամետությունը։ Սա էր սրա տարիներ առաջվա ռուսամետությունը։ Կամ հիմա իբր համել շատ պետականամետը, ոչ մի պետականամետ կամ ռուսամետ արևմտամետ չկա։ Այս մարդը կոնկրետ ունի շատ անձնական, շատ փոքր, ճղճիմ, դավալուի փիլիսոփայության շրջանակներում, ոչ թե Արարատ գյուղի, չէ դավալուի, հենց այդ թուրքական անունով, այդ տրամաբանությամբ, այդ փիլիսոփայության շրջանակներում փոքր ճղճիմ շահեր ունի, ասեք այնտեղ, չգիտեմ, գաջ են տանում, թե հանքերի համար կիր են տանում, ինչ են տանում, այսպիսի մի մանր գործարքի մեջ է այս մարդը, դա է սպասարկում։ Եվ հիմա վտանգ է տեսել, որ հանկարծ կարող է իշխանական աթոռները կորցնեն համապետական ընտրություններից առաջ, դրելու գազ են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Միջև Հայրապետի խազը ոնց որ կասեր հայտնի պերսոնաժը։ Բայց Նիկոլ Փաշինյանը արժանի է նրան, ինչին արժանի է։ Այո, ճիշտ են ասում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներկայացուցիչը, որը մեր հետ զրույցում ասել, այո, Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին կտա, թե եթե կարողանա անել ի հակառակ քաղաքական տրանսգենդեր Արամ Զավենիչի կամքի։ Այս վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Խղճում եմ քեզ, Նիկոլ Փաշինյանը անկեղծ խղճալու տեղ կա, որովհետև ավելի ցածր չէր կարելի ընկնել։ Հայտնվել Արամ Զավենիչի ենթակայության տակ, դա շատ ավելի, չգիտեմ, դրանից ավելի ցածր կարգավիճակ չէր կարելի ունենալ Հայաստանի որևէ ղեկավար, որևէ կուսակցության ներկայացուցիչ, հա։ Սա են սրանց բարքերը ամենևին ոչ եվրոպական են, ոչ մարդկային են, անգամ այսօրվա թուրքական բարքերը չեն, ավելի հին թուրքական բարքեր են, հա, որոնք մենք տեսել ենք։ Այսքան հարգելի հեռուստատողներ, շատ էս միջադեպով հետաքրքիր շերտեր բացվեցին, շարունակելու է Արամ Զավենիչը ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի ականջից բռնած տանել իր ուզած ուղղությամբ։ Լավ մնացեք, եթե կարող եք, հանդիպենք։